Հայք, դուրս արի հաշում եմ մինչև 3-ը դուրս եկա դուրը ջարդելու եմ։ Այդքա դուրս արի հերդ լավ չի։ Ու ես մի դուրը ջարդում եմ, մեկ, երկու, եկ։ Ինչի ձեն չես անում, դու ես ստեղ։ Որովհետև լողանում եմ։ Սկարդ ես լողանում, որ ձեն չես անում, Գայան դուրս արի, հաշում եմ մինչև 12-ը։ Հարուրը։ Այստանը բոլորով ապրում ենք մի քանի տարի Մեկս բամբասկոտ, մեկը չարից, մյուսը բարի Բոլորը ձևական պահում ենք լավ տրամադրություն Բայց մեկս մյուսի վրա փնտրում ենք թերություն Ախր ես մարդա մեկը, ձեռքը մեր տաղեկը Մարդա մեկը, մայր իշխանություն Մարդա մեկը, լրիվ հինա մեկը Հասա մեկը, մեզ ամպերություն Մարդա մեկը, անջատացա խելքը Դարդա մեկը, իրար ախարնում Մարդա մեկը, խորամանկա մեկը Մարդա մեկը, այդ ես պատմություն Մարդա մեկը Ով է? Ես եմ Նավ Արի Հայկ ջան Չնայած այս տան մեջ մենակ դու ես իմ դուրը ծեցում Ոնց ես քուրս? Ոնց պիտի լինեմ առանց սուրը կարոտել եմ Բայց գիտես չէ ես վերջերս սուրում նենց տարօրինակ է դարձել Երեք զանգել էր ինձ ու գիտես ինչ էր ասում Ասում ա դու լավ տղու կնիկ ես ծնկից ներքև կհագնվես Վայ սորո Բայց ճիշտ է ասում Հայկ Այս սուրոյի դեպքից հետո որ հարկայինը խանութը փակեց մոտս միտքը առաջացել Ինչ միտք Լսի մամաս հավաքած փող ունի Ուզում ա ուղարկի ինձ որ իմ անձնական բիզնեսը բացեմ Ես էլ մտածում եմ խանութը ձևափոխեմ մանկական զարգացման կենտրոն բացեմ Իմ երազանքն է Նոտ շատ լավ միտք է Համել ես իմեջով կգովազդեմ լիքը մամա իրանց երեխեքին կբերի քո մոտ Դու երեխեքով կզբաղվես, Սուրոն էլ մամաներով Դու մամաներով դու զբաղվես Լավ կատակ եմ անում, մամաներով ես կզբաղվեմ Բայց մերոնք մի պայմանով են համաձայնվելու այդ մտքին Ինչ Որ կենտրոնի անունը Սամվել Գայան լինի, Վերջինը դու ես? Հա, համբերի ատամներս լվանում եմ դուրս գամ Հետո մի հատ տիգնամ պոստ Մեզ ինչ-որ մեկը նամակ ուղարկել Վերցնեմ ու արգիշտիս հետ գնանք կինո Այսօր գնում ենք Տիտանիկը նայենք Առավոտ Բարլուսով ով է կինո գնում Շանց մոռացել էի նշանածդ ով է Դե առավոտվա սեանսը էժանա, չէ Ինչ եղավ Ոչ մի բան չի եղել Լսի այդ հայլու մոտ այդ ինչքան բան եք լսում մարդ չի կարողանում թրաշվել արա Լսի մեր ժամանակ ինչ լավ էր Մի հատ սև սապոն էր ի վсё Մի հատ սև սապոնով Ես բալզամովս ես լողացել Իդքոնն հա Բալա ես սրանցից բան չեմ հասկանում Վակի ինչն եմ լցում եմ գլխից լող Պապես կրեմս դու ես վերցնում Հա բալա թրաշելուց հետո քսեցի Անես փապուկ է պահում Այ պապաս ակրունկները փապկացնող կրեմա ինչի ես վերցրել մի կպեկ Աղջիկան մի հատ մի հիստերիկացի Վաղը միսոր հարց գնացից քեզ տես պայեցից տալու են գլխիդ ռադան է Համել մի ընտանիք ենք Իմ լուքանը որնա Բիշոմա պարտից ես գալի Չէ աղբորդ մոտից եմ պարտից Մամ Սուրոյի տուլիկը տարատվեցի, բայց ես բմբուլով բարձր չթողեցին ներս մսնեմ Բա երեխես ոնց ա քնելու Բարկած Ես ու Նատան գիտես ինչ ենք որոշել Խանութի փոխարեն մանկական զարգացման կենտրոն բացենք Մեր ընտանիքի հետ մի քիչ կապ չունեցող բան եք մտածել, բայց ոչինչ Ինչի? Մանկապարտեզ տարել եմ, խմբակներ տարել եմ, առաջի դասարան գնացել եք, երկրորդ դասարան գնացել եք, երրորդ դասարան գնացել եք, չորրորդ դասարան Սուրոն գնացել է։ Գնացել է չորրորդ, դու որ դասարան գնացի։ Էս Սամվելի քուրժանետը չի։ Հա էլի։ Յա, բարև Ժանետ ջան, բարի գալուստ։ Ոնց ես, ինչ կա չկա։ Էս առանց Սիրանին տեսնելու գնում ես էլի։
Սիրան ջան, արդեն իրար շուտ ենք տեսնելու։ Մի տարով եկել եմ Հայաստան, մի քիչ գործեր ունեմ։ Լսի, Սամվելին տանն ես մնալու, չէ։ Սիրան ջան, այդ տունը ինչքան Սամվելից տունն է, այնքան էլ իմ տունն է։ Իհա, այդով չգիտի որ։ Ժանետ ջան, արի գնանք ինձ մոտ։ Դրսի կյանքից պատմի ինչ կա չկա։ Թե չկհասցնես Սամվելին տուն գնալը։ Արի մի քիչ պատմի տեսնեմ։ Ես էլ եմ ուզում արտասահման գնամ։ Սա զարգացման կենտրոնը որն է։ Նա տոնածառի խանութ բացեք, հեսա դեմը նոր տարի է։ Լավը չի ասում ձնագնդիկի զավոդ բացենք։ Ասես միշտ բերանից փակեք, թե ես անց հետո մի հատ ծպտուն անեմ, ասեք սա մամուտ քեզ։ Բայց լիմոնադի ցեխ ավելի լավ կլինի, որ լիմոնադի ցեխ բացեք։ Պապ լավ էլի։ Սեցիկ, թե ես անց հետո մի հատ ծպտուն հանեմ, ասես սա մամուտ քեզ։ Ես մտածում եմ, որ մանկական զարգացման կենտրոնը շատ լավ աշխատելու է, պապ ջան։ Չի աշխատի։ Որտեղ երկրորդ գիծ 100% աշխատելու է։ Առուն չթռած հոп մի ասեք։ Այ պապ ջան, ես կարծում եմ, որ ջահելները վատ բան չեն մտածել։ Ես վստահ եմ, որ աշխատելու է։ Ու այս $500-ն էլ հարցիկ ջան, իմ կողմից։ Սա քո կողմից չի, սա Սուրոյի զրոյոթի փողն է, չմտածես չգիտեմ։ Ետ եմ ուզում էլի ասեմ, չես թողնում մարտիրա միտքը ավարտի։ Իհարկե ինձ չի վերաբերվում, բայց ես կառաջարկեի տոնածառի խանութ բացեինք, կամ նմանատիպ ինչ-որ հետաքրքիր մի բան։ Իսկ թվում է այս համարիկի աղջիկն է։ Լուրջ ասած։ Լավ։ Ես հիմա մտածում եմ, որ ես ու Սևակը պետքա գնանք արդեն կամացից հասկանանք ինչից ենք սկսում։ Լավ, եկեք փորձենք։ Ես ու շողս էլ կգանք կօգնենք։ Բայց մի հատ առաջարկ ունեմ, անունը դնենք Գայանե ու Սամվել։ Դամարիկ ջան, դու էլ կլինես այդտեղի բուժքույրը։ Բայց ես բուժքույր չեմ, ես բժշկուհի եմ։ Էդի նույն բանը չի։ Նույնը։ Մա ինչ է իրանց։ Սամվել ջան, համոձայն ես, չէ։ Մենակ մի պայմանով, որ արենդայից փողը չեք ուշացնելու, չէ։ Լավ, արի Սև, արի գնանք ու վարդանից ենք սկսում։ Ես կբացեմ։ Ես կբացեմ։ Հալո։ Ո՞վ է։ Սամ ջան, ես եմ։ Ժանետը։ Հայ, գիտություն դերը թաղեմ։ Այդ ոնց ես Լեհաստանից զանգել մեր տան դամաֆոնին այ։ Լեհաստան չէ, Սամ։ Շենքի տակ կանգնած եմ։ Շենքի տակ ես։ Դե վարձացի վերև, վարձացի։ Ժանետն է եկե։ Մենակ Ժանետն էր մեզ պակաս։ Սա կտամ բերամեն ճարշեն։ Մարտը մեկը Չասիր է Սուրոն ոնց էր։ Սա հարցերը կծրեմ տեղը։ Ուգլավու է քնում, հենց որ հանգիստ տեղի։ Վաղը ես էլ կգնամ տեսակցության։ Համել կասեմ, որ մանկական կենտրոն ենք բացում։ Չնայած 100% ջղայնանալու է։ Ինչի։ Դե երեխեք հետ չունի։ Մենակ այդ մտքից ներվայնանալու է։ Ասում վրա զարմանում եմ։ Նայում ես տենց ուղղեն անջատած է, բայց մեկ-մեկ ես բաների վրա ներվայնանում զարմանում ես։ Այդ վերջի կտորներ ես ուտում։ Հա բա։ Պիցատրիցայի ամենահամում մասը է սա։ Օհ, լավ, հասկացանք էդ տող բանվորներին։ Հո դու ախրանի պետք չես, սաղ պերերևը մենակով ուտում ես։ Դες բաներ։ Սուրոյից գլխին սարքեցին։ Ժանետ Եվրոպայում սենց բաներ չկա, չէ։ Սամվել ջան, այնտեղ օրենքի երկիր է։ Բա, մինչև գործերդ անես վերջացնես, որտեղ ես մնալու Ժանետ ջան։ Իմ տանը Գայան ջան, մոռանում ես, որ սա մենակ քո տունը չի։ Այսինքն ուզում եք ասել, որ այս մի տարին այստեղ եք մնալու։ Մի րոպե։ Չի Սուրոյի տեղերը ազատ չի։ Աչի ջան, ես ինչ պատմություն ես սարքել։ Է հորքուրը կգա ժամանակավոր կողքդ կքնի չի եղել։ Չէ, շատ լավ է։ Հեսա Սուրոն կազատվի, կգա, ես Սուրոն հորքուրը իրար ծոց կքնենք, շատ նորմալ է։ Նա ջան, շողը կկարա քո կողքը քնի, իսկ հորքուրը իմ ծոցը։ Թամարիկ ջան, ինչ տարբերություն հորքուրը թե շողակաթը։ Մի րոպե, ես մի հատ առաջարկ ունեմ։ Ժանետ ջան, արի դու ես տանկեսից հրաժարվի, գյուղի տունը տանկես, այս պատմությունն էլ վերջանա գնա։ Այդ մի տարին էլ կապրես գյուղում, հա։ Ճիշտ է ասում մամաս։ Գայան ջան,
Ես Լեհաստանից հետո գյուղում ապրող չեմ։ Էնպես որ ձեր թույլտվության կարիքը չունեմ։ Կամ փողս եք տալիս, կամ էլ տանս կեսը։ Լավ բան չես անում, Ժանետ։ Տեսնում ես, քանի հոգով մի տան մեջ ապրում ենք։ Լավ, մի օր երկու օր հասկացա, բայց մի տարի։ Չհասկացա։ Ղուկասի աղջիկը կարա այս տան մեջ ապրի, բայց ես իմ տանը ժամանակավոր չեմ կարա ապրեմ, այ քեզ բան։ Ժանետ, լավ բան չես անում, Ժան։ Լեսի չեմ հասկանում, այդ Եվրոպայի այդքան ունեցվածքի մեջ հույսը տեստունն է։ Սամվել ջան, ես խնդրում եմ քեզ։ Կամ փողս եք տալիս, կամ ասա այս տունը ոնց են կիսում։ Մի բան ասա, պապ ջան։ Ինչ ասեմ։ Երես գերեզմանում շուղեկա մորս վրա։ Էս տիկուն, այսօր 7-րդ անգամ ա գալիս խանութ։ Սիրան ջան, մի հատ էլ հաց կտաս։ Լսի, ձեր տանը հերթով եք հաց ուտում։ Րոպեն մեկ գալիս ես հացի։ Չէ, այս էլեկտրիկ գագոյի համար եմ տանում։ Ինքը գործ էր անում, խնդրեց, որ ես տանեմ։ Իրանց տանը մարդ չկար, որ քեզ ուղարկեց։ Չգիտես, Սիրան ջան, ինքը մենակ է ապրում։ Ինչպես ինքն է սիրում ասի, կարմիր լարը բազմաթիվ սև լարերի մեջ։ Ամեն ինչ տեսել էի, բայց ռոմանտիկ էլեկտրիկ առաջին անգամ եմ տեսնում։ Ինքը բուխանկայը չէ սիրում։ Ահա։ Կգրես իրա վրա։ Նենց որ Հայկ շուտ հասեք տուն, թե չէ պապան արդեն տներն է կիսում։ Ասեմ ավելին, հորքուրիներ քո ծոցնա քնացնելու։ Նատալի, լարի բալես։ Ապրես բալես։ Նատալի ջան, մի հատ լավ լուր ունեմ, մի հատ միջի։ Եվ Բազմաթիվ բանակցություններից հետո մենք եկանք այն եզրակացության, որ շողակաթի սենյակը մնում է մեզ։ Հարցը չի փոխվում Եվ այն, որ նաև մեզ է մնում հյուրասենյակն ու բաղնիքը։ Հետո ցավով պիտի նշեմ, որ մենք այս բանակցությունների ընթացքում կորցրեցինք քո սենյակը եւ խոհանոցը։ Ընտիրը, ես, շողակաթը, Թամարյան, Սուրիկը, Սևակը, Հայկը, նույնիսկ Արգիշտը մի սենյակում կքնենք, խնդիր չի։ Առավոտն էլ կարթնանանք, մեր մոպեդները կնստենք, կգնանք առաքման։ Ես այս տանը չեմ մնալու։ Ես Հնդկաստան չեմ հարսեկել։ Նատ, կյանքս մի նեղվի։ Ես կմնամ հորքուրի մոտ։ Ուզում ես մնամ մորքուրիդ մոտ։ Երազիս մեջ աղվեսը կկվի բունը քանդում էր։ Գայան ճոճա, կուզես ճնշումդ չափեմ։ Ինչի։ Դե, վտանգավոր տարիքում ես։ Չի լավ եմ բալես։ Կուկու։ Կուկու։ Հորքուրը էլ չգիտի ում է տա ուզում ապրի։ Ես իրա տեղը լինեի, հիմա վաղուց գյուղի տանը պարկացեի։ Դասա համաձայն վերելի այ կնիկ։ Տաքսի տեկավ։ Որս շուտ է գալի այս տաքսին։ Ծր վարկից մուծման օր է լինի։ Գնացի կաջերի։ Հորքուր բռնվի եկա։ Մարտը մեկը Հավանեցիր։ Շատ։ Դեսի բայց ինչի էր այդքան լացում, չէր՞ նա։ Վայ, ապերներ։ Բա իմացաք ինչ ա եղել։ Հա, Ժանետ հորքուրի ծոցն ես քնել։ Տղեր, ասում եմ կարող է ես էլ վերև բարձրանամ։ Չէ։ Ինչ է լինի կող կտեմ։ Շտա, դու լրիվ կինոյի տակ մնացիր։ Ձերքս թող չեմ սկի։ Աջուխություն։ Հիշում ես չէ, 5-րդ հարկ։ Ձաղկոմի դուրը։ Համարա բաց։ Գայա։ Էս կիսելը թրը չվերջացրեցիր։
Այ հիմա վերջացրեցի։ Յա, վայ, էսում հորքուրի գանձերն են։ Բարև բոլես։ Բարև հոգ ջան։ Բարև տղես։ Հորքուր ես եկել ես ախորը տունը քանդեց։ Ահա, դու եք քանդես։ Ուղղակի կիսում եք, չէ՞ քուրս։ Համել քեզ ո՞վ թույլ տվեց խոսես, հա։ Հա, թող հիմա խոսի։ Հայկ ջան, ես ձեզանից ոչ մի բան չեմ խնդրում։ Այս տունը հերս է առել։ Մահանալուց առաջ այդ մարդը պարզ գրել է 50%-ը Ժանետիս, 50%-ը Սամվելին։ Սամվելիս։ Լսի, համել որ վաղը միշտ բարով խերով ամուսնանաս։ Ասեք եթե պետք լինի, այս տան կեսը չես տա քրոջդ շողակաթիս։ Ես չգիտեմ, այս տունը իմն է, շողակաթինն է, սևակինն է, Սուրոյինն է, թե Ժանետ Հորքուրինը, որ մի հատ էլ իմանամ ում եմ թողում, ում չէ։ Հայկ ջան, վերջում պարզվելու է, որ այս տունը Թամարի կինն է։ Նատ ջան, դու ավելի լավ մտածի, որ ամեն ստից բանից չեն հավաքվում ու գնում մամայի տուն։ Ինչի Գայան ջոջա սենց դժվար օրեր ա տեսել։ Վայ բալես, սրտից ես խոսեցիր։ Լսի Թամարիկ, ոնց անենք, որ դու հորքուրը հավաքվեք ու իրար հետ գնաք գյուղ։ Մի հատ հաս ունենալու հարցում էլ պիտի բախտ ունենաս, էլի լուրջ եմ ասում։ Այսքան ժամանակ ձեն չեմ հանում, լսում եմ ով ինչ է խոսում, բայց ոչ մեկը տես հարցին լուծում չառաջարկեցիք։ Հոգ, բայց քո արածն էլ առաջ չի, էլի։ Այդքան ունեցվածքի մեջ աչքդ գցել ես այս տան վրա։ Արի այդ գյուղի տան հետ կապված համաձայնվի պրստենք, էլի։ Իմ որոշումը վերջնական է։ Կամ փողս տվեք, կամ էլ տանս կեսը։ Լավ, Ժորժ ջան, ինչ եղել է։ Ուրեմն ես բան եմ առաջարկում։ Աղջիկով թող մնան շողակաթի սենյակում, հեսա Սուրոս էլ կազատվի կգա, Հայկիս հետ կքնի լեժանքին։ Վերջ։ Այ քեզ բան Հայկ, այդ լեժանքին քնելը ո՞նց է լինում։ Դու լսել ես տղետ քնի մեջ ինչ էր խոսում։ Ես գոհ եմ, իմ հարցերը կլուծեմ։ Մարտա մեկը Մենք ես գիշեր հորքուրի կյանք դժողքի ենք վերածելու։ Այն աստիճան, որ գյուղի տունը իր համար դրախտ դառնա։ Ես դες խոստանում եմ ինքը մինչև առավոտ մեզ լքելու է։ Համաձայն եմ։ Եկեք իմ ասածով անենք։ Մարդ բերեմ թո պապի կտակը փոխի։ Լավ էլի Սևո։ Ուզում ես գնաս նստես Սուրոյի կողքը։ Չէ, էլի Սևակ, դու քո կյանքը մի վտանգի։ Մենք ամեն ինչ կանենք։ Ժողովուրդ, մտածում եմ կարող է սպասենք հորքուրը քնի գնանք պոստենք։ Չես անկապ խոսում։ Ճամբարային հումորներ չեն կանում ստեղ։ Ճամբար ասեցիր իշեցի սպասենք։ Իսկ կարող է սրանով փոխացնենք։ Ես ճամբարում այս Շողո լավ է։ Պապա որ իմացավ շողակաթին տնից դուրս է անելու։ Քշվել ես դու։ Դուր ինձ։ Այս մսկան կհագնի Թամարը։ Ու կգնա կմտնի հորքուրի սենյակ ու կվախեցնի հորքուրին, չէ՞։ Հա, դե որ Սևակն է ասում։ Հա, Սևակն է։ Լավ, շատ Հելո սողում։ Մարտա մեկը Այս սակու սարկասնա չեմ ստաբել եմ։ Ես ինչ կապ ունեմ շողակաթի մասկենա բո։ Մասկան իմն է, բայց միտքը քոնն է։ Լավ։ Այս անմեղ երեխուն ինչ է գցել ձեր ջրերը։ Անմեղ։ Ժորժ ջան, մի րոպե։ Ես հասկանում եմ իրավիճակը շատ բարդ է, բայց ես խնդրում եմ։ Ընդհանրապես մի տարի է դիմացեք էլի, հա։ Եթե վաղ առավոտը հորքուրը չգնաց, ես գնում եմ մերոնց տուն։ Բարի ճանապարհ։ Ձերոնց էլ կբարևես։ Ես գնում եմ զալ, քունս էլ չի տանում։ Ժողովուրդ լույսը բացվի մի բան կմտածենք, մի անհանգստացեք։ Հայկ ջան, դու էլ գնա թող աղջիկները քնեն։ Ու մենք ոնց ենք երեքով ստեղ քնելու։ Դե հիմա էսա։ Ալան դու գնացեք ես կգամ։ Սամվել արի, հա։ Լսեք։ Եթե մյուս անգամ ձեզ վատ պահեցիք, Սիրանին ու Գագոյին բերելու եմ ձեր հետ պահեմ, հասկացաք։ Հասկացաք արա, տշմինայի վրես։ Մարտա
մեկը Հայկնա, ասում է հորքուրը մտավ բաղնիկ։ Շող, ոնց որ պայմանավորվել էինք, տարես մուկը թաքում դիր հորքուրի սենյակում։ Շորոտ լցակայան, ավար։ Ինչ աղել, տունը մուկա մտել։ Մարդը մեկը Ամեն օր այս ժամին Ժանետը արթուն ա լինում։ Ես ինչի սենյակից դուրս չի գալիս։ Ես բայղուշն ով այս ժամին։ Յոս Ժանետն ա։ Ոնց Ժանետն ա։ Մանա ուղղակի։ Լեկ Սիրելի չհարազատներ, իմ ձեր մոտ գալն իրականում փորձություն էր, որը դուք չանցաք։ Ուղղակի ես չէի մնացել այդ փոքրիկ տանհույսին։ Պարզապես ինձ հետաքրքրեց, թե եղբորս եւ իր ընտանիքում կա արդյոք մեկը, որ արժանի լիներ իմ կտակին։ Բայց նախորդ գիշերը ցույց տվեց, որ ձեզանից ոչ մեկի անունը չի գտնվելու իմ կտակում։ Իդեպ, Նատա ջան, դու չօգտագործեցիր քո առանձին տուն ունենալու միակ հնարավորությունը։ Հորքուր։ Մարդը մեկը Նատա, դու սարի տաղուցս նամակ ունես։ Դու թել էի։ Պապ, ինչ ես կարդում նամակս։ Բայց իմանամ տնես ոնց է։ Այ քեզ բան։ Բարև պապ։ Մի հատ կտաս Նատայի։ Նատալիա ջան, ոնց ես սիրելիս։ Գիտեմ, որ կարամ զանգեմ, բայց ցանկացա այն մեր սիրած կինոյի պես նամակ գրեմ։ Բայց ավելի լավ է գնա մեր սենյակ, նոր շարունակի կարդալ, պապան հետ է վտա։ Եթե հասար, դանդաղ նստի մահճակալին։ Եթե նստեցիր, կամաց բարգի։ Եթե բարգեցիր, դանդաղ նայի վերև։ Կյանքս, եթե այդ պատալուկի ծախանկյունը էլի խոնավ է, մի հատ այդ վերևի հարևան մինասին ասա էլի, ասա, հայ ոչ խար, բաղնիքդ էլի ջուր ա թողում։ Ճիշտ է էլի ասում Սուրուս, տրուբեկը փոխեք։ Մարդը մեկը